Նոյեմբերի 25-ին Թբիլիսիում տոնական ու ստեղծագործական մթնոլորտում կայացավ «Ես սիրում եմ Թբիլիսին» խորագրով փառատոնը, որը միավորել էր տարբեր քաղաքների ու համայնքների շնորհալի երեխաների։ Փառատոնը դարձավ մշակութային երկխոսության հարթակ, որտեղ հնչեցին ազգային ու ժամանակակից ռիթմեր, փոխանցելով երաժշտության անսահման ուժը։ Ուրեմն այս տարի ամսի 25-ին նոյեմբերի կայացավ Մեմիղվարս Թբիլիսի այսպիսի վերնագրով այնտեղ մեծ փառատոն Թբիլիս քաղաքում, որը կայացավ Պրոֆսոյուզի կուլտուրայի տանը, մեր երաժշտական դպրոցի դահոլարների խումբը Կովկասյան ռիթմներ, որի անունն է մեր խմբին, շատ մեծ գոհնակությամբ, շատ մեծ հաջողությամբ մասնակցեցին երեխեքը և ստացան դիպլոմներ, ստացան մեդալներ ու ամենակարևորն էր, որ գիտեք ինչ, ուրեմն շատ մեծ կոլեկտիվների մեջ միակ հայկականն էինք, մի հատ էլ կար ուրեմն Լեննագանից խումբ, շատ լավ խումբ, որ ուզում եմ ասել, որ նրանք էլ նենց դիպլոմների և մեդալների արժանացան, նրանք բարի խումբ էին բերել և ասեմ մի երևի 60-70 հոգանոց խումբ էր իրանցը, շատ մեծ հաջողություններ, մերն էլ 20 հոգի էինք, մեր 20 հոգի էինք այդ Մեմիղվարս Թբիլիսի, այդ առաջի փառատոնը, որտեղ ամենակարևոր, որ ժյուրի հավանությունը դե մեր դեղոլի խմբին իրանք ճանաչում են, էլի ժյուրի անդամներն էլ էին ճանաչում, ու ամենակարևորն է, որ իմ երեխեքի մեջ ոչ մի դերդունջ, ոչ մի բան նամանավանդ ուզում եմ ասել, որ ծնողների կողմից, բոլոր մեր ծնողներից են ես շնորհակալություն ուզում հայտնել, որ բացի, ասենք, մեր երաժշտական դպրոցը տալիս է իրենց ուրեմն սնունդի փողը և մեքենայի փողն են տալիս, մեր երաժշտական դպրոցն է տալիս, իսկ մեր երեխեքն էլ իրանց փողերն են այսինքն դիպլոմների և մեդալների հարցերով, որովհետև ստանան այդ դիպլոմներն ու մեդալները, ոչ մի ծնող, ոչ մի երեխա դերդունջ ու բան չհայտնեցին, երկու բանից էլ շատ մեծ գոհնակությամբ վերադարձել եմ տուն, այսինքն մի քիչ այս երկրորդ բանին մի քիչ դժվար էր, մինչև այազմա հասանություն էր, բաներ, ճանապարհները, բայց մենք լավ վարորդ ունենք, Արմենը մեր շատ լավ մեծ վարպետ, մեծ վարորդ, որը փրկելով մեր սա անցկացրեց այդ ցաների բաների միջից և եկանք հասանք մեր ուրեմն ինոց մինդան, բերելով մեզ այդ դիպլոմները, բերելով մեզ այդ մեդալները։ Հիմա էլ պատրաստվում ենք մենք ամսի 27-ին, այստեղ մեր մոտ ունենք կարնավալ, ունենք տոնածառի հարցեր և հետագայում մյուս տարի ավելի մեծ փառատոններ է սպասում երևի, մյուս տարի հրավերք ունենք Հայաստանի մասշտաբով գնալու, այսինքն վրաց հայկական եղբայրություն, իրանք պետք է մեր մոտ կան ինչ-որ անսամբլերով, մենք էլ պետք է գնանք անպայման Հայաստան։ Տեսնենք, եթե ես չեմ կասկածում, որ մենք հաջողություններ կունենանք այնտեղ էլ, քանի որ երեխեքս շատ լավն են։ Ոչ մեկին չեմ կարող առանձնացնել։ Այսօր դուք 3 երեխան տեսաք, 3-ն էլ ամեն ուժեղ երեխեքն են, որոնք այս տարի, մյուս տարի 26 թվին, հունիսին արդեն ավարտում են ու ստանում են դիպլոմներ, ստանում են ատեստատներ և ստանում են սերտիֆիկատներ։ Այնքան ուրախ եմ, որ ունեմ այսպեսի սաներ։ Ունենք մեր ղեկավարությունը, ուզեմ, երաժշտական դպրոցի տնօրենությունը, մեր հաշվապահությունը բան, ոչ մի կոպեկ չեն խնամ, որպեսզի մեր երեխեքը ամեն մի հարցով ելնեն դուրս, սարքանան քաղաքների, մրցույթների մեջ, բանեն, ու այդ մեծ հաջողություն է բերում ոչ թե միայն երեխեքին կամ ինձ կամ բերում է մեր շրջանի մասշտաբով։ Փառատոնին մեծ հաջողությամբ մասնակցեց Նինոցմինդայի երաժշտական դպրոցի դհոլահարների խումբը «Կովկասյան ռիթմեր» անունով։ Խումբը հավատարիմ իր անունին բեմ բարձրացավ կովկասյան ինքնատիպ ու հզոր ռիթմերով, հանդիսատեսին փոխանցելով ազգային երաժշտության ջերմությունն ու էներգիան։
Բարոյցես, ես ամսու 13-ին եղել եմ Թիվլիս մուզեում, հոն եղել է 19 փառատոն ու մենք 9-րդ փառատոնին դավուլ ենք չալել ու լավ ենք չալել, վերադարձել ենք, մեդալ ենք բերել, դիպլոմ ենք բերել, առաջ տեղ ենք առել։ Երեխաների կատարումները արժանացան բարձր գնահատականի, նրանց ելույթը ուղեկցվեց հանդիսատեսի ջերմ ծափահարություններով, մասնակցության արդյունքում խումբը պարգևատրվեց դիպլոմներով և մեդալներով, դառնալով փառատոնի ամենահիշարժան մասնակիցներից մեկը։ Մենք նոյեմբերի 25-ին գնացել ենք Թիվլիս դհոլ չալելու, հետո դեկտեմբերի 13-ին գնացել ենք Թիվլիս մուզա չալելու ու առաջի տեղն ենք առել, առաջի տեղ գրավել և դիպլոմ և մեդալ ենք ստացել։ Հաջողությունների շարանը շարունակվեց դեկտեմբերի 13-ին, երբ Կովկասյան ռիթմեր դհոլահարների խումբը կրկին մասնակցեց Թբիլիսիում կայացած մուզաում փառատոնին։ Այստեղ ևս երեխաները ցուցադրեցին իրենց վարպետությունն ու համախմբված աշխատանքը, վստահ քայլելով առաջ գնալով դեպի հաղթանակ։ Դեկտեմբերի 25-ին գնացել ենք Թիվլիս, առաջ տեղ ենք գրավել, մեկը ամսու 13-ին ենք գնացել, դիպլոմ ու մեդալ ենք հետներս բերել։ Փառատոնից վերադառնալով խումբը իր հետ բերեց ամենակարևորը առաջին տեղը, որը դարձավ երկարատև աշխատանքի նվիրվածություն ու երաժշտության հանդեպ սիրո լավագույն վկայությունը։ Կովկասյան ռիթմեր խումբը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Նինոց Մինդայի երեխաների տաղանդը բարձր է գնահատվում և հնչում է մեծ բեմերից, հպարտություն պարգևելով ողջ համայնքին։